Նախորդ զրույցների ընթացքում մենք ուրվագծեցինք միգրացիայի ուսումնասիրությունների դաշտը, խոսեցինք դրա մասին, թե տարբեր գիտակարգեր ինչպես են նայում միգրացիոն հարցերին։ Այսօր փորձենք գալ մեզ մոտ եւ հասկանանք հենց իրական դաշտը միգրացիայի ինչպիսին էր։ Որպես սկզբնակետ վերցնենք սովետական միության փլուզման գործընթացները, այսինքն 80-ականների ամենավերջ եւ 90-ականների ամենասկիզբ, այստեղից եւ կգանք մինչեւ մեր ժամանակները։ Ուրեմն ինչ էր կատարվում այդ շրջանում։ Սովետական միության ընթացքում տարբեր ազգային հարցերի շուրջ վարված քաղաքականության արդյունքում հենց որ փլուզումը սկսեց, այդ տարբեր խմբեր, ազգեր որոշեցին իրենց այդ ազգային պետությունները կերտել եւ միանգամից այդ ազգային սահմանների հարցը եկավ, նացիոնալիստական այդ բումը տեղի ունեցավ, ազգային ինքնագիտակցության հարցը առաջացավ բոլորի մոտ, որը որպես հետևանք ունեցավ այդ ազգային շատ բախումներ, թե հարավային Կովկասում մենք դրանք տեսանք, թե հյուսիսային Կովկասում տեսանք, Միջին Ասիայում արյունալի բախումներ էին տեղի ունենում եւ արդյունքում այս բոլոր բախումները առաջացրին մարդկանց մեծ տեղաշարժեր։ Մեծ պատճառը տեղաշարժերի այդ ազգային այս անհանդուրժողականությունն էր, բախումներն էին, պատերազմները եւ էթնիկական կոնֆլիկտները։ Մյուս մեծ գործոնը, որ մարդկանց ստիպում էր իրենց բնակության վայրը լքել, տնտեսական գործոններ էին։ Փոխվում էր տնտեսական համակարգը, մեծ գործազրկություն էր, աղքատություն էր, գումար չկար, ինֆլյացիա էր, այն ամենաբարձ արտադրանքի միջոցները չկային, նույնիսկ կեցության միջոցները չկային, վառելիքի պակասություններ, այսինքն ես չնկարագրեմ, բոլորս էլ գիտենք այդ մութ տարիները, որ Հայաստանի այդ շրջանն ենք անվանում եւ բոլոր հետխորհրդային երկրները բախվեցին այս ծանր վիճակին։ Ու այս տնտեսական խնդիրներն էլ էլի մեծ պատճառ դարձան, որպեսզի մարդիկ մեկնեն։ Եվ ուր էին մեկնում, հիմնականում մեկնում էին Ռուսաստան։ Ռուսաստանը բացառությամբ Բելորուսի, այնտեղ գործընթացները մի քիչ այլ էին, Ռուսաստանը դարձավ ընդունող երկիր միգրացիոն բոլոր հոսքերի համար։ Ընդ որում Ռուսաստան էին գնում ոչ միայն այդ երկրների հենց տիտուլային բնակչությունը, այլ ծագումով ռուսներն իրենք։ Շատ մեծ հոսք է ռուսների Ղազախստանից, որովհետև այնտեղ կա ռուսական մեծ համայնք եւ այլ երկրներից եւս։ Հետաքրքիր է տեսնել, թե Կովկասը այդ դեպի Ռուսաստան արտահոսքի մեջ ինչ դերում էր։ Ադրբեջանցիները բացարձակ թվով ամենամեծ արտահոսքը էմիգրանտների խումբը ապահովող երկիրն էր դեպի Ռուսաստան մեկնող։ Այսինքն բոլոր երկրի համեմատ բացարձակ թվով ամենամեծ էմիգրանտների խումբը գնում էր Ադրբեջանից, մոտավորապես 300,000 մարդ 5 տարվա ընթացքում, 89-ից 95 թվականների ընթացքում։ Վրաստանը աչքի էր ընկնում տոկոսային հարաբերությամբ իր բնակչության թվի համեմատ ամենամեծ տոկոսը կազմող էմիգրացիոն հոսքն էր Վրաստանից։ Իսկ հայերը աչքի էին ընկնում էթնիկ հայերի ամենամեծ հոսքով։ Տիտուլային ժողովրդի ամենամեծ արտահոսքը Հայաստանի հաշվին էր։ Եվ սա ոչ միայն հարավային Կովկասում, այլ ողջ սովետական տարածքում։ Այդ ժամանակաշրջանի միգրացիան նաև ընդունված է համարել դիասպորաների սփյուռքի միգրացիա կամ էթնիկ փոքրամասնությունների միգրացիա։ Եվ այդ շրջանում ամբողջ էթնիկական քարտեզը սովետական միության տրուկ փոխվեց, որովհետև տեղաշարժերը էթնիկ խմբերի բավականին ինտենսիվ էին։ Եվ Հայաստանից եւս էթնիկ փոքրամասնությունների մեծ խմբեր մեկնեցին արտերկիր, Ռուսաստան եւ Արևմուտք, եւ Արևմուտք էին մեկնում հատկապես նրանք, ովքեր ունեին իրենց ազգային պետությունը։ Եվ այդ երկրներն էլ Հունաստանը, Գերմանիան ծրագրեր առաջարկեցին, որոնց միջոցով կարող էին այդ իրենց հայրենակիցներին ընդունել։
Բայց այս ծրագրերով մեկնողները միայն Հայաստանի ազգային փոքրամասնությունները չէին։ Սրանք հնարավորություն էին նաև էթնիկ հայերի համար, որպեսզի կարողանային ձև գտնել եւ մեկնել եվրոպական երկրներ կամ ԱՄՆ։ Ու հետաքրքիր պատմություններ կան սրա հետ կապված, օրինակ ինչպես մարդիկ սկսեցին վերագրանցել եւ վերաձևակերպել իրենց ազգային պատկանելությունը, որպեսզի կարողանան օգտվել այս ծրագրերից, հայրենակիցներին ընդունող եվրոպական երկրների ծրագրերից։ Ու հետաքրքիր դեպք դաշնային ազգագրական ուսումնասիրությունների ընթացքում էլ գրանցվել է, երկու դեպք կարող եմ հիմա ներկայացնել, մեկ ուրեմն Թալինի գյուղերից մեկում մի մեծ գերդաստան, մոտավորապես 80 հոգանոց մեկնեց Գերմանիա, միայն այն բանի շնորհիվ, որ ունեին մի գերմանուհի տատիկ եւ ամբողջ գերդաստանը փաստաթղթավորեց, խզեց իր իրական ազգային կապերը փաստաթղթերով եւ վերաձևակերպեց ամբողջ ազգակցական իրենց կապը, որպեսզի ինչ որ կերպ ժառանգական կապ ունենա այս տատիկի հետ եւ կարողանա որպես նրա ժառանգ, որպես գերմանացու ժառանգ մեկնել Գերմանիա։ Այնպիսի մի դեպք հանդիպել էին նաև Գառնի գյուղում, էլի մոտ 50 հոգանոց մեծ խումբ, էլի վերաձևակերպելով փաստաթղթերով իրենց ազգակցական կապերը, էլի մի գերմանուհի տատիկի շնորհիվ կարողացել են մեկնել։ Ուրեմն այս օրինակը բացի այն, որ հետաքրքիր դեպք է հենց միգրացիոն գործընթացները այդ ժամանակում ցույց տվող եւ բացի այն, որ ցույց է տալիս այդ ազգային պատկանելության գիտակցումը կախված քաղաքական շարժառիթներից կամ տնտեսական շարժառիթներից, բացի այն, որ ցույց է տալիս այդ գործընթացներում փաստաթղթային անօրինականությունների դեպքերը, նաև շատ լավ ցույց է տալիս այդ մղումը, Հայաստանից մեկնել բոլոր միջոցներով, լինի օրինական թե անօրինական, բայց մղումը մեկնել Հայաստանից, որովհետև այս շրջանը ես հակված եմ անվանել փախուստի շրջան, որովհետև այդ մարդկանց մեկնելու պատճառը ոչ թե ուրիշ երկրներում ձևավորված քող գործոններն են, այլ ավելի շատ այն իրավիճակը, որ Հայաստանից կամ այդ հենց երկրներից էր վանում։ Եվ այս դեպքում էլ այդ վանող գործոնները այնպիսի մթնոլորտ էին առաջացնում, որ ամբողջ այդ խուճապահար միգրացիայի էր նմանվում եւ մարդիկ պատրաստ էին բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կարողանան մեկնել։ Ու այստեղ շատ հետաքրքիր է, անպայման ուզում եմ անդրադառնալ մի միգրացիոն պատմության, որը ցույց է տալիս, որ այս փաստաթղթերի կեղծումը եւ բոլոր այս մախինացիաները ոչ միայն անհատական բնույթ էին կրում, այլ նաեւ ինստիտուցիոնալ մի բան էլ կար դրանց մեջ։ Եվ դրա համար ուզում եմ կարդալ Լևոն Պապիկյանի պատմությունը, մենք նրա պատմությանը անդրադարձել ենք արդեն եւ հավանաբար ելի ենք անդրադառնալու, իր կողմից հրատարակված այս գրքում ներկայացված է իր ընտանիքի միգրացիոն փորձառությունը եւ նա շատ լավ պատմում է մի իրավաբանի մասին, ով օգնում էր Գերմանիայում հայտնված հայ ընտանիքներին բոլոր այս իրավական բացերի միջով անցնել, խուսանավել օրենքի պարտադրանքից եւ ինչ որ պատմություն ստեղծել, որ կարող էր նրանց փախստականի կամ հետագայում քաղաքացու կարգավիճակ տալ։ Լևոն Պապիկյանը գրում է. Ամբողջ Գերմանիայում լուրեր էին պտտվում մի փաստաբանի մասին, ով հայ փախստականների շահերն էր պաշտպանում։ Տեղեկությունը հասել էր նաև մեզ։ Հերթական նորեկներից մեկն ուզում էր նրան հանդիպել։ Իմացանք նրա տվյալները, նախօրոք պայմանավորվեցինք եւ մեկնեցինք հանդիպման։ Մեր հայցվորներին ես էի ուղեկցում։ Բարեբախտաբար թարգմանչի անհրաժեշտություն չկար։ Նրա երկու քարտուղարուհիները հայեր էին։ Դժվարությամբ գտան գրասենյակը, որտեղ գործում էին հայերի պաշտպանները։ Մտքովս չէր անցնում, որ գերմանացի փաստաբանը, ում հետ ծանոթացա այդ օրը, դառնալու էր իմ ուսուցիչը։ Ինչպես հետո իմացա, նա իրավասու չէր որպես դատապաշտպան հանդես գալու, քանի որ իշխանությունները նրան պաշտոնանկ էին արել, զրկել էին փաստաբանի կոչումից։ Միգուցե շատ հայերի էր օգնել փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Որքանով էր այն համապատասխանում իրականությանը, չգիտեմ, բայց շրջանառության մեջ էր այդ վարկածը։ Այդ պատճառով էր հավանաբար նրա բյուրոն կոչվում Տրանս Կովկազ ինստիտուտ։
Նա աշխատում էր այն փախստականների հետ, ովքեր նոր էին մուտք գործում Գերմանիա եւ ամենակարևորը դեռ ինտերվյու չէին տվել։ Որպես օրինակ, ինձ նա ոչնչով չէր կարող օգնել։ Ես արդեն անհիմն ինտերվյու էի տվել, որը չէր համապատասխանում փախստականների ճանաչման եվրոպական չափանիշներին։ Ինչ չափանիշների մասին է խոսքը։ Կան հստակ գործոններ, որոնց պարագայում եվրոպական երկրները փախստականի կարգավիճակ են տալիս։ Հեղինակը պատմում է այն մասին, որ իրավաբանը իրենց սովորացնում էր այնպես ձևակերպել իրենց միգրացիոն պատմությունը, այնպես ներկայացնել դա, որպեսզի այդ կետերին համապատասխան լինի։ Պատմության շարունակության մեջ ինչ որտեղ նշում է նաև հեղինակը, որ այդ նույն իրավաբանը հետագայում գրասենյակ էր բացել նաև Հայաստանում, որպեսզի հենց Հայաստանից կարողանա օգնել մարդկանց տեղափոխվել։ Էլի ես ավելի շատ ներկայացնում եմ այս պատմությունը ցույց տալու համար այդ մթնոլորտը, խուճապային միգրացիայի մթնոլորտը, որ կարծես այդ միգրացիան ինչ որ ծառայության էր եւ միգրացիայի ինդուստրիա էր ձևավորվել։ Այս գործընթացները շատ դժվար է բացատրել միգրացիայի տեսությունների շրջանակներում։ Մենք ինչ-որ տեսությունների անդրադարձանք մեր նախորդ զրույցների ժամանակ եւ հիմա եթե փորձենք դրանք ինչ-որ կերպ կիրառել Հայաստանում եւ ընդհանրապես post-սովետական տարածքում տեղի ունեցող այս գործընթացների բացատրության համար դժվար թե դրանք կիրառելի լինեն։ Շատ դիպուկ բան է ասում ռուս միգրացիայի բավական հայտնի հետազոտողներից մեկը եւ նրա հետ ես համաձայն եմ, նա անվանում է սա ստրեսով պայմանավորված միգրացիա եւ ասում է, որ այդքան ոչ թե այդ հենց բուն գործոններն էին տնտեսական, որ մարդկանց դրդում էին մեկնել, այլ ամբողջ այդ վախը, անհանգստությունը, խուճապը, իրավիճակի չհասկացվածությունը, այդ հեռանկարի բացակայությունը, այս հանգամանքներն էին, որ մարդկանց ամեն կերպ վանում էին իրենց վայրից, ստիպում էին գնալ ուրիշ տեղ ինչ-որ մի բան փնտրելու։ Թերևս այդ արևմուտքում ձևավորված տեսություններից կարող են կիրառելի լինել մեր իրողությունները բացատրելու համար սոցիալական ցանցերի եւ սոցիալական կապիտալի տեսությունները։ Իհարկե պատահական չի, որ շատ միգրանտներ Հարավային Կովկասի երկրներից որպես այդ նպատակակետ երկիր ընտրում էին Ռուսաստանը։ Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը տարբեր երկրներում տնտեսական զարգացման համար օգտագործել այլ երկրների աշխատուժը, այս քաղաքականությունը նպաստում էր նրան, որ դեռ սովետական շրջանից մարդիկ մեկնեին այլ երկրներ աշխատելու եւ մենք ունենք այդ ավանդույթը, արտագնացության ավանդույթը։ Ու դրա մասին շատ լավ գրում է, շատ լավ նկարագրում է այդ ժամանակաշրջանը Միրան Գալստյանը, իր դիսերտացիան բավական մեծ բաժին ունի հենց սովետական շրջանի արտագնացությանը նվիրված։ Փաստորեն այս փորձառությունը արդեն ձևավորել էր ինչ-որ սոցիալական կապեր, գործընկերություն, սովորական դարձած պրակտիկաներ Ռուսաստան մեկնելու եւ այս մեկնելու ուղին կարծես արդեն գծված էր, այդ ճանապարհը հարթված էր։ Եվ դրա համար, երբ որ աշխատանք գտնելու, աշխատելու խնդիրը առաջացավ հենց Հայաստանում, մարդիկ որպես այլընտրանք սկսեցին նաև այդ ուղղությամբ մտածել եւ դրանով է պայմանավորված, որ միգրացիայի մեծ արտահոսք 90-ականներին դեպի Ռուսաստան էր գնում։ Մյուս կողմից այդ բարեկամների, ընկերների, գործընկերների առկայությունը էականորեն նվազեցնում է ռիսկերը եւ ծախսերը, հա, միգրացիայի, որովհետեւ կար մեկը, ով իրենց կօգներ աշխատանք գտնելու հարցում կամ տուն տրամադրելու այդ կեցության նախնական պայմանները տրամադրելու հարցում։ Ու փաստորեն մենք տեսնում ենք, որ սովետական ժառանգությունը բավականին մեծ դեր է խաղում։ Մեծ դեր է խաղում նաեւ այն առումով, որ վիզայից ազատ ռեժիմ էր գործում, այսինքն մարդիկ կարիք չունեին, որ ինչ որ փաստաթղթի, որպեսզի կարողանային սահմանը հատել եւ գնալ Ռուսաստան։ Նրանք ծանոթ էին լեզվին, ընդհանուր մշակույթին, այսինքն այդ մշակութային բարդությունները կամ ընդհանրապես այդ սոցիալական կյանքի մեջ ինտեգրվելու բարդությունները ավելի պակաս էին եւ դա էր պատճառներից մեկը, որ մարդիկ ընտրում էին Ռուսաստանը։ Բայց հետաքրքիր է, որ դեպի արևմուտք
միգրացիայում եւս ես կարծում եմ, որ կարելի է գտնել ռուսական որոշակի ժառանգություն։ Սովետական շրջանում ձևավորվել էր այդ արևմուտքի շատ ձգող իմիջը, հա, շատ ձգող տենց պատկերացումը արևմուտքի մասին, որը եթե ոչ առաջնային, ապա բավականին կարևոր գործոն էր։ Եվ իհարկե ես կարող եմ հասկանալ այն պատճառները, թե ինչու հետազոտողները այս գործոնին ավելի քիչ ուշադրություն են դարձնում, որովհետև շատ դժվար է այդ տնտեսական ծանր պայմաններում գտնվող երկրից մեկնումը եւ պատերազմներից ու հենց ֆիզիկական կեցության համար վտանգ առաջարկող այդ միջավայրից փախուստը մեկնաբանել հենց այդ ցանկալի արևմուտքի կերպարով։ Երևի սա է պատճառը, որ մարդկանց ուշադրությունից, հետազոտողների ուշադրությունից վրիպել է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ սա բավականին կարևոր գործոն էր, որը թեպետ կոմունիկացիաները ավելի շատ են եւ մարդիկ ավելի մեծ տեղեկատվություն ունեն իրական արևմուտքի մասին, ամեն դեպքում այս սովետի ժամանակ ստեղծված այս իդեալական պատկերացված արևմուտքը դեռևս կա։ Եվ սրա մասին շատ հետաքրքիր է խոսում ծագումով ռուս, բայց Բերկլիի համալսարանում աշխատող մարդաբան Ալեքսեյ Յուրչակը եւ այդ պատկերացված արևմուտք տերմինը հենց իր տերմինն եմ ես օգտագործում imaginary west ուրեմն նա իր գրքում գիրքը որ վերնագրված է ամեն ինչ հավերժ էր թրվում, քանի դեռ այլևս չդադարեց գոյություն ունենալ։ Բավականին անդրադառնում է այդ imaginary west-ին եւ սովետական միության շրջանում ձևավորված արևմուտքի այդ իդեալական պատկերացմանը եւ դրա երկակիությանը, հա, որ մի կողմից այն պրոպագանդայի տեսանկյունից որպես բարոյազրկման տարածք էր ներկայացվում, բայց մյուս կողմից հենց հասարակության շերտերում ձևավորվում էր յուրահատուկ մշակույթ ունեցող, որից ինչ-որ պատառիկներ մարդիկ փորձում էին բերել երաժշտություն, գրականություն եւ այլն, ազատության տարածք էր այս յուրահատուկ մշակույթի տարածք էր։ Ու սրա մասին պատմող մի հետաքրքիր մյուզիկլ կա, հենց հետխորհրդային շրջանում ռուսների կողմից նկարահանված, որ կոչվում է Ստիլյագի։ Եվ այստեղ շատ լավ ներկայացվում է այդ մշակույթը մարդկանց, որ յուրահատուկ հագնելու ոճ ունեն, յուրահատուկ երաժշտություն են լսում եւ իրանք վստահ են, որ այդ ստիլյագաները Միացյալ Նահանգներում մշակույթ է, որը իրենք փորձում են կրկնօրինակել իրենց այդ երաժշտական նախընտրություններում, կենսավոճի նախընտրություններում, հագուստի նախընտրություններում բայց հետաքրքիրը որն է, որ այդ ֆիլմի վերջում կարևոր այդ կերպարներից մեկը մեկնում է Միացյալ Նահանգներ եւ հետո երբ որ վերադառնում է ընկերները ասում են, հա, ինչպիսին էին այնտեղ այդ ստիլյագաները եւ այս տղան ասում է, գիտեք, Ամերիկայում ստիլյագաներ չկան։ Այսա շատ լավ ցույց է տալիս, որ իրականում այն պատկերացումը, որ կա արևմուտքի մասին Սովետում եւ մինչեւ հիմա մեզ մոտ էլ պահպանվում է, դա հենց տեղական ստեղծված սովետական միությունում ստեղծված արևմուտքն է եւ ոչ թե իրական արևմուտքը եւ սա բավականին շատ ազդում է այն մարդկանց վրա ովքեր ընտրում են արևմուտքը որպես մեկնման երկիր։